Արցախում եկեղեցիներ են վերացում, չէ՞, վերջին վանդալիզմը շատ բան։ Հիմա չգիտեմ, մեր խեզախությունը չի երիկում Մուստաֆայևին ասել ինչու եք անում։ Այս դրա մասին էր մեր զրույցի ամենաառաջի փուլը։ Այո, չի հերիքում, դա պետք է ասի պետությունը։ Մենք ունենք պետություն։ Քաղաքացիական հասարակության անդամները կարող են ասել, ես կարող եմ զանգահարել իմ Բաքվի ծանոթներին կամ նամակ գրել նրանց եւ ասել ժողովուրդ ես ինչ է կատարվում, նրանք էլ իհարկե ցավ ափսոսան կարտահայտեն ու վերջ կավարտվի կամ հանդիպում ունենալ նրանց հետ Բաքվում եւ ասել, որ բայց դա ոչինչ չի փոխի։ Փոխողը Ադրբեջանում Ալիևն է։ Փոխողը նրանց մոտ այդպես է եւ Ալիևի հետ, Ալիևի զրուցակիցը Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները չեն։ Ավելին մի տհաճ բացատրության հանդիպեցի իշխանության ներկայացուցիչի կողմից, ասես դե տարածքը իրենցն է, ինչ ուզեն կանեն, բայց այո, ես էլ կարդացի, դա տհաճ, չգիտեմ, հա, տհաճ շատ բառ է, իհարկե, այո, նրանք նույնիսկ եթե դա իրենց տարածքն է, դա մեր մշակութային ժառանգությունն է մեկ, եւ եթե նույնիսկ մերը չլիներ, եթե նույնիսկ նրանք մսկիթներ ավիրեին, մենք որպես նորմալ մարդիկ պետք է ասենք ժողովուրդ ինչ է կանում։ Չի կարելի ավիրել, որովհետև այդ ճանապարհը մեկ անգամ մարդկությունն արդեն անցել է։ Կապույտ մսկիթը Երևանի կենտրոնում է, երբևէ մեր մտքով անցել է մսկիթը։ Չէ, դա իհարկե, հատկապես այդ բացատրությունը, ես չգիտեմ, նախարարի մակարդակով հատկապես, եթե չեմ սխալվում, չէ։ Դա ուղղակի դա խոսում է մեր կառավարության, պետության այդ վախվորացության աստիճանի մասին։ Սա է։ Ահա այդ չափորոշիչներով են զրուցում մեր զրուցակից Ալիևի հայ զրուցակիցները այդ համատեքստում են եւ այդ չափորոշիչները։ Ինչ կտար Ռուբեն Վարդանյանին Հայաստանի ՄԻՊ-ի այցը Բաքվում։ Դա շատ կարեւոր կլիներ։ Նախ ՄԻՊ-ը պետք է պնդեր։ Չպետք է ոչ թե թույլտվություն խնդրել, այլ պնդեր կամ իր միջազգային գործընկերների հետ, ես չգիտեմ, տարբեր օմբուդսմենների, Գերմանիայից, Ֆրանսիայից աղմուկ պետք է բարձրացրել եւ պահանջել, այո, եւ կարող էին հավաքվել մի 7-8 ՄԻՊ, ենթադրենք, Հայաստանից, Լեհաստանից, ես չգիտեմ, տարբեր տեղերից, հենց ինքը պետք է նախաձեռներ եւ ասեին, մենք ուզում ենք այցելել հայ պատանդներին, հայ գերիներին, այցելել Ռուբեն Վարդանյանին, որ այդ այցելության կարիք ունի եւ ինքը պահանջել է եւ խնդրում է, եւ թող Ադրբեջանը բոլորին ասեր չէ։ Իսկ այստեղից Հայաստանից ինչ հնչեց, թույլ կտակ գանք, նրանք ասեցին թույլ չենք տա, մոտավորապես այսպեսի։ Եվ այստեղից էլ ասեն դե մենք ասեցինք, իրենք էլ ասեցին թույլ չենք տա։ Հա, իրենք պետք է ասեին թույլ չենք տա։ Իրենք իրենց օմբուդսմենին չեն թողնում, որ գնան բանտեր։ Հայաստանի օմբուդսմենին պետք է թողնեն։ Հայաստանի օմբուդսմենը ուներ այո իմ ասած ճանապարհը։ Միամտություն է կարծելը, թե միջազգային հանրությունը կամ միջազգային դերակատարները ուժ ունեն, հատկապես եթե հումանիտար խնդիրների վերաբերյալ է։ Իհարկե, սահմանագծում սահմանազատումը մի բան է, պատերազմ խաղաղությունը մի բան է, բայց զուտ հումանիտար խնդիրները շատ հեշտ են լուծվում նրանց օգնությամբ, եվրոպացիների օգնությամբ։ Մեր գերիներին տեղափոխել են այլ կալանավ։ Դե դա ես ինչքան հասկացա նորմալ է արդեն, որովհետև նրանք դատավճիռներն ունեն եւ դատավճիռներից հետո նրանք պետք է քննչական մեկուսարաններից տեղափոխվեին ինչ-որ բանտեր եւ ինչքան հասկացա այդ բանտն նոր կառուցված բանտ է, ինչ-որ դե հիմա իրանք ասում են նոր չափորոշիչներով, չգիտեմ ինչ չափորոշիչներ են, բայց երևի թե ըստ օրենքի պահանջի է այդ գործողությունը կատարվել։ Մենք արդեն չպետք է խոսենք այն մասին, մեր գերիները գտնվում են այս բանտում, թե այն բանտում։ Մենք պետք է խոսենք այն մասին, որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում։ Եթե նույնիսկ նրանց ամենալավ հյուրանոցում են նրանք տեղավորված, բայց գերու կարգավիճակում են։ Մեզ դա պետք չի։ Մեզ պետք է որ մեր մարդիկ լինեն Հայաստանում։ Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում կամ այդ ճանապարհին է, խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը պետք է լինի, որևէ հայ գերի չպետք է այնտեղ լինի, որևէ հայ պատանդ չպետք է այնտեղ լինի։ Էլի եկանք Հայաստանում սպասող ընտրությունների տրամաբանությանը։ Գերիների հարցը կարող է օգնել ընտրությունների։ Ահա, թտա Աստված, թող գերիները վերադառնան, թող վերադառնան այդ մարդիկ տուն, թող օգնի։ Եթե այդպես կլինի, իհարկե սա կտակ որպես այո կարող է օգնել։ Ես չգիտեմ ինչ կարող դա իհարկե դա կլինի հայկական հայաստանյան ընտրություններին լուրջ ծանրակշիռ միջամտություն, շատ լուրջ միջամտություն կլինի, բայց այսպես թե այնպես այդ միջամտությունները կան, եթե այդ միջամտության արդյունքում պետք է մարդիկ վերադառնան տուն, իրենց ընտանիքներ, եւ մենք չպետք է ունենանք գերիներ Ադրբեջանում, որը մեզ միայն գերիների խնդիրը չի, միայն այդ մարդկանց խնդիրը, մեր բոլորի խնդիրն, դա մեզ համար վիրավորական է։ Դա մեզ համար, դա խոցում է մեր ինքնասիրությունը։ Եթե նրանք պետք է վերադառնան, թող վերադառնան, եթե այդ գնով պետք է վերադառնան, թող վերադառնան։ Ընտրությունների մասնակիցների կազմը ձեզ որևէ կերպ է դրվում։
Ընտրությունների ես պատկերացրեք Հայաստանում բավականին ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ եմ, մինչև հիմա չգիտեմ ում եմ քվեարկելու։ Այս վիճակն է ընտրությունները եւ ես իմ միջավայրի մարդկանց եմ ժամանակ առ ժամանակ հարցնում, որոնք նույնպես շատ ակտիվ դիրքորոշում ունեցող մարդիկ են, բոլորն էլ մոլորված են։ Մենք մոլորված հասարակություն ենք, մենք ինքներս ենք մոլորված, մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին։ Այս միքիչել մասնակիցներն են մոլորես։ Այո, այս մեր ծանր պարտությունը, որ եղավ, հատկապես պարտությունից հետո զարգացումները 23 թվական, դրանից հետո զարգացումները, հատկապես պարտությունը որպես հաջողություն ներկայացնելու այդ փորձերը, դրանք բոլորը մոլորեցնող հանգամանքներ են։ Եվ մենք բոլորս, եւ մեր հանրությունը, մեր հասարակությունը, այո, նույնը նաեւ խաղաղության այս կոնցեպտը, որը պարտության համատեքստում են ներկայացնում։ Այս ամբողջը մոլորեցնում է դա մեզ մարդիկ չենք, մենք չենք հասկանում ինչ է կատարվում։ Ուզում եք ասել խաղաղության ձգտելը վատ բան է։ Խաղաղության ձգտելը շատ լավ բան է։ Խաղաղությունը շատ կարևոր հանգամանք է եւ խաղաղությունը պետք է լիներ եւ պետք է լինի, բայց այդ խաղաղությունը նույնիսկ պարտության դեպքում շատ նորմալ է, հա, պարտությունը ընդունում ենք պարտությունը, ճանաչում ենք մենք մեր պարտությունը եւ այդ պարտությունից ելնելով քայլեր ենք անում, ինչպես գերմանացիները ենթադրենք երկրորդ համաշխարհայինից հետո ճապոնացիները երկրորդ համաշխարհայինից հետո, այո, ճանաչում են, նրանք ճանաչեցին իրենց պարտությունը, ընդունեցին եւ սկսեցին արդեն կառուցել իրենց ապագա կյանքը ելնելով այդ հանգամանքից։ Իսկ մենք մեր պարտությունը մինչեւ այսօր չենք ճանաչել։ Հակառակը, մեր իշխանավորները մեր պարտությունը փորձում են որպես հաջողություն ներկայացնել։ Մեր ջախջախիչ պարտությունը մեզ մատուցում են որպես մեծագույն հաջողություն եւ մեզանից էլ դեռ նեղանում են, որ մենք դա չենք ընդունում։ Եվ սա մոլորեցնում է, հանրությանն է մոլորեցնում, մեզ է մոլորեցնում, մեզ վիրավորում է։ Եթե մեզ ասվեր, այո, մենք պարտվեցինք, պատերազմ էր, այո, լինում է, իսկ ինչու ոչ։ Պարտվում են պատերազմում շատերը, շատ երկրներ են պարտվել։ Մենք պետք է մեր մեջ քաջություն ունենանք եւ կարողանանք հաղթահարել պարտության այդ ծանրությունը։ Եկեք բոլորս միասին լծվենք եւ հաղթահարենք։ Դա կլիներ նորմալ, ծանր, դժվար, շատ վատ, բայց կլիներ նորմալ, բայց երբ մեզ ասում են այն պարտությունը մեր հաջողությունն է, մեր հաղթանակն է, այդ պարտությամբ է որ պետք է կայանա մեր պետությունը։ Ձեր ասացի վրա լույս կսփռեր 44 օրյայի զեկույց ասվածը, չէ՞ դրա։ Եվ զեկույցը, եւ վարչապետների ելույթները, եւ ընդհանրապես այդ ճանաչել պարտությունը։ Չկա այդ զեկույցը, ինչու՞։ Եւ որովհետեւ երևի եւ ասում են չի լինի մինչեւ հունիսի 7։ Եթե ամեն ինչ հունիսի 7-ով է պայմանավորված, դեպքում չգիտեմ ինչու չկա։ Ես միայն գիտեմ, որ նույնիսկ նրանց ենթադրում եմ դա շատ բան կփոխտորի, իսկ դա պետք է արդյոք։ Հավանաբար, բայց պետք է լինի պարտության ընկալում եւ ճանաչում։ Պարտությունը պետք է, ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտությունը պետք է ճանաչես, ընդունես։ Սա է, եթե դու դա չես ճանաչում կամ դա փորձում ես մոլորեցնել, փորձում ես դա ներկայացնել որպես հաջողություն, որպես հաղթանակ, արդեն չի ստացում։ Նախ քո մոտ չի ստացում, իշխանակ տեսնում ենք էլի, չի ստացում, նրանց մոտ էլ չի ստացում, եւ հանրության մոտ չի ստացում, որոնք ասում են չհասկացանք, բա այդ ոնց, այդ ինչ հաղթանակ էր, որ սենց ստացվեց, կամ այդ ինչ պետություն է, որ պետք է պարտությունը լինի հիմքում դրված նրա, ոչ թե արժանապատվությունը, ոչ թե հաջողությունները, ոչ թե թեկուզ հին հաղթանակները, չէ՞։ Մարդիկ իրենց հին հաղթանակներն են դնում իրենց նոր պետությունների հիմքում, իսկ մենք մեր